Երբ դուք նոր հարաբերություն եք սկսում ամուսնալուծված տղամարդու հետ, կամ սկսում եք հարաբերություններ մի տղայի հետ, ով նշանված է եղել նախկինում, կամ ընկերուհի է ունեցել, արդյոք դուք հետաքրքրվում եք, թե այդ հարաբերություններում ինչ պատճառներ են եղել, որ նրանք բաժանվեն, հարաբերությունը դադարեցվի։ Վերջերս ես համալսարանում HR-ի դասընթացներ եմ սկսել անցնել, շատ խորացված, եւ մի պահ իմ մեջ որպես ընտանիքի հոգեբան, այսպես նախանձ առաջացավ, երբ որ ես տեսա, թե HR աշխատողները ինչպես են ընտրում աշխատող։ Նրանք աշխատող ընտրելուց առաջ այնքան բան են հետազոտում, այնքան բաներից են հետաքրքրվում, չգիտեմ, արդյոք այդ անձը հարկեր ունի, վարկեր ունի, բանկում ինչ, չգիտեմ, պարտք ու պահանջ ունի, քրքրում են, ուսումնասիրում են այդ անձի Facebook-յան, Instagram-յան, չգիտեմ, բոլոր սոցցանցային այդ հարթակները, հետաքրքրվում են նրա հոբիներից, թե արդյոք նա, չգիտեմ, խաղում է համակարգչային խաղեր, սիրում է այսինչ բանով զբաղվել կամ չի սիրում, այնքան մանրամասն, որ ես ուղղակի մի պահ հարց տվեցի ինձ. եթե մարդը իր կազմակերպության համար աշխատակից ընտրելիս այսքան խորը վերլուծություն է անում, ինչու մեր աղջիկները եւ տղաները ամուսնությունից առաջ, հարաբերությունները սկսելուց առաջ այս հարցերի շուրջ չեն մտածում։ Չեն մտածում, մի հատ հետաքրքրվեմ, էլի, տեսնեմ իմ ընկերը բանկում վարկեր ունի, պարտքեր ունի, ինչպիսին է իր անունը, հա, բանկային համակարգում։ Հələ մի հատ հետաքրքրվեմ, իր սոցցանցերում հələ մի քիչ հետ գնամ, էլի, մի 5, 6, 10 տարի հետ գնամ, հələ գնամ տեսնեմ ինչա կատարվել այնտեղ, ինչ ակտիվություն է նա ցուցաբերել, ինչ քաղաքական հայացքներ ունի իմ կողակից, ինչ կրոնական հայացքներ ունի, այ ինչպիսի ընտանիք ունի, ինչ դպրոցում է սովորել, ինչ միջավայրում է մեծացել, ինչու չենք մտածում, ընկերներ։ Այսօր ես նորից եմ ասում, իմ մեջ այս նախանձը շարժված HR-ների ունիվերսալ աշխատանքային ոճից, մոտեցումից, ես իսկապես քաջալերում եմ ձեզ, ընկերներ, որ դուք մի պահ կանգ առնեք եւ սկսեք հետազոտել, քննել, զննել, ուսումնասիրել ամենայն մանրամասնությամբ, ամենայն մանրակրկտությամբ, թե այն անձը, ում հետ դուք հարաբերություն եք սկսել, ինչ է շնչում եւ ինչ է արտաշնչում։ Ով է եղել, ինչով է զբաղվում, ինչով է զբաղվել, ինչ ծրագրեր ունի, եթե նա ապագայի հետ կապված կարա որոշ բաներ ուռճացնել, խաբել, դուք էլ հետո ասեք, դե ես խաբվեցի, անցյալի հետ կապված կարելի է շատ հեշտությամբ իմանալ, այդ մարդը դատվածություն ունի, թե չունի, հոգեբուժարանում հայտնվել է, թե չի հայտնվել, շատ հեշտությամբ կարելի է այդ ամենը պարզել, ընկերներ։ Եկեք պարզենք, ռիսկի չգնանք։ Իսկ ովքեր, որ այս հարցի շուրջ կդժվարանան, կարող եք զանգահարել ինձ 51 44 54 հեռախոսահամարով։ Մեր հանդիպման ժամանակ ես վստահեցնում եմ, որ ձեզ կտամ հազարավոր այլընտրանքներ, էջեր, կայքեր, գաղտնի զարտուղի ճանապարհներ, որոնք ձեզ կօգնեն բացահայտելու նույնիսկ ամենախորը թաքնված գաղտնիքները։